Հհ, նորից ողջույն բոլորին, հարի լույս, այսօրվա մեր թեման է ինչպես տեսնել, թե երբ եք կորցնում կապը ձեր սեփական աղբյուրի հետ, սեփական աղբյուրը տեսակ, ես ձեռքով ժեստը ցույց տվեցի, ոնց որ մարմնի մեր կենտրոնն է, ու այսօր շատ խոսել ենք մարմնի, նյարդային համակարգի, ձեր էներգիայի, ձեր ներքին վիճակների, ամբողջականության, ձեր եսերի, կեղծ եսեր, ինքնություններ, այդ ամեն ինչի մասին կանցնենք, բայց մինչև այդ ես մի փոքրիկ ձեզ կներկայացնեմ, թե ինչի միջով ենք անցնում այս ամբողջ ընթացքում։ Նախ ասեմ, որ ես մոտ արդեն 1 ամիս է գտնվում եմ Ամերիկայում, եկել եմ ստեղ որոշ ժամանակով, զգացողական, պետք էր այստեղ լինել, այստեղ կարիք կա, որովհետև մենք այստեղ շատ հայեր ունենք ու բացի հայերը շատ այստեղ արթուն հոգիներ կան, որոնք որ կարծես մոլորվել էին, ասեմ ինչի մեջ, պետք է այդպես լինի, պետք է մարդ մոլորվի, որովհետև մոլորվելը այդ արթնացման ընթացքներից մեկն է, ինչի, որովհետև եթե դուք չմոլորվեք այդ գիտելիքի անսահման աղբյուրի մեջ, այդ ամեն ինչ սկսում եք սովորել, հոգու ծարավը սկսում է բացվել, էս էլ է հետաքրքրում, այն էլ է հետաքրքրում, էլ չգիտեք ինչ լսեք, սկսում եք ամեն ինչ լսել, սկսում եք բոլորին ավելի ձեզանից արժեքավոր բարձր դնել, որովհետև մտածում եք այդ մարդը եթե խոսում է, ուրեմն ավելի առավելական ձեր ներսի զգացողական է։ Դա մոլորվելու էտապներից է։ Իսկ այստեղ ինչ դաշտ է, այստեղ մեր կյանքի բազմաչափ ռեզոնանս խումբը, մեր փակ գիտելիքի ակումբը, ովքեր որ տեղյակ են, ինքը ակտիվ է, գործում է, մենք այնտեղ ունենք արդեն պրակտիկաներ, մոտ 3-4 պրակտիկա ունենք արդեն կայացած, լրիվ նոր մակարդակի պրակտիկաները, որոնք որ օգնում է, որ դուք միանգամից միանաք ես ձեր աղբյուրին ու դուք ինքներդ օգտագործեք։ Այնտեղից չենք կարող կիսվենք, որովհետև ինքը փակ գիտելիքի ակումբ է, այնտեղից չենք կարող կիսվենք մարդկանց փոփոխությունները, առողջացումները, իրենց ընդլայնումը, որովհետև հենց փակա դրա համար, դուք ինքներդ կտեսնեք, այն մարդիկ, ովքեր այնտեղ են, դուք կտեսնեք իրենց մոտ, չեմ ուզում ասեմ աճ, այլ դուք կտեսնեք իրենց մոտ որոշմամբ, այդ որոշումը որ կայացնում է ամեն մի անհատ, ամեն մի հոգի, ազատ հոգի, ամեն մի մարդ չի որ հոգի ունի, ամեն մի մարդ չի որ ունի ազատ հոգի, դրա համար հիմա այստեղ եք, ես դրա համար խոնարհվում եմ յուրաքանչյուրի առաջ, ես գիտեմ այն փնտրտուքը ինչքան ձեզանից էներգիա տարել, ինչքան ցավի միջով եք անցել, դրա համար ձեր ներսի լույսը, այն գիտելիքները, այն կյանքի փորձառությունները, որոնք որ հավաքել եք, թույլ տվեք ձեզ մարսել, թույլ տվեք ձեր ամինը թող յուրացնի, մի անգամ թույլ տվեք ընտրել ներդաշնակություն, հիմա ես որ ասում եմ, ձեր ներսում սկսեք ակտիվացնել, հրահանգեք ուղղակի, հրահանգեք, ձեր ուղեղը շատ ինքը սիրում է, որ դուք ուղղորդեք, ոչ թե դուք սպասեք, որովհետև երբ որ դուք սպասում եք, ձեր ուղեղը ինքը սկսում է կրկնողություններով ապրել, իրան ծանոթ ռեակցիաներով, իրան ծանոթ այն իրականությունները, որը որ ինքը ապրել է, դա կլինի գոյատևման իրականություն, ցավի, դա կապ չունի։ Ինչի, որովհետև ուղեղը կրկնում է այն իրականությունը, որը որ շատ իրան ծանոթ է, ու ես հիմա կկիսվեմ ձեր հետ մի քանի գիտական փաստեր, որ հիմա նոր գիտությունը հասնում է դրան, որը որ այս տարիների ընթացքում ես մարմնավորում եմ, պատահական չի, որ ես այդ օրինակներն եմ բերում Ամերիկայի մարդկանց, մոլորության, հոգու ընթացքի, թույլ տվեք ձեր ուղեղը թող որսա։ Շատ մարդիկ կա, որ ասում են Ռաֆիկ, ես YouTube-ով որ լսում ենք, ոնց որ չստացվի լսել։ Դա ոչ թե ինձ չեք կարողանում լսել։ Հիմա ասում եմ այն մարդիկ, ովքեր ինձ YouTube-ով են լսում, այն մարդիկ, ովքեր չեն միանում այդ պրակտիկան, ովքեր տեղյակ չեն ստեղ ինչա տեղ ունենում։ Այն մարդիկ, ովքեր մենակ ուզում են իրանց ինչ-որ օգուտի դաշտում լինի ու եւ այլ։ Սկսեք աշխատել ձեր ուղեղի հետ, որովհետեւ ձեր ուղեղը ձեզ այդպես անընդհատ կպտտեցնի, անverջ կփնտրեք ինչ-որ գիտելիքներ, ինչ-որ տարբեր աղբյուրներ ու այդ տարբերակով երբեք չեք գտնի ձեր աղբյուրը։ Չեք կարող լսեք ինքներդ ձեզ։ Ու լսողության մասին ես հիմա մի փոքրիկ բաներ կասեմ։ Իսկ ինչ է լինում, երբ որ դուք չեք լսում ձեր աղբյուրը։ Դուք սկսում եք ապրել այն առաջարկած տարբերակներով, որը որ տալիս է ամբողջ համակարգը։ Ամբողջ։ Տեղյակ եք, թե տեղյակ չեք, ձեզ ոնց են կոդավորում, ձեզ ոնց են ծրագրավորում, դա բացարձակ այստեղ ձեզ նեղանակ վիրավորվեք, դա կապ չունի, հասկանում եք համակարգի, որովհետև համակարգի ինքը իր գործն է անում։ Պետք է իրաներ շնորհակալ լինենք։ Մի համակարգ, որը որ ճշգրիտ է աշխատում, ճշգրիտ իր գործն անում, կապ չունի ձեզ, դա իր շեղելու գործն է անում, ինքը էլի հստակ է անում։ Մի բան ասեմ, երբ որ կաշխատեք ու ինքներդ ձեզ կճանաչեք, ու ինքներդ ձեզ ճանաչելու հետ կապված կհասկանաք, որ ուրիշ մարդ չի կարող ձեզ ճանաչի,
կհասկանաք, որ երբ որ դուք թաքցնում եք ձեր ճշմարտությունը ինքներդ ձեր աշխարհ ճանաչման, ձեր ընտրության, ձեր ամեն ինչի հանդեպ ոնց որ դուք եք ընկալում այս աշխարհն ու առօրյան, կտեսնեք, որ այդտեղից է սկսում կարգավորվել ու խաղաղվում է ձեր իրականությունը։ Երբ որ դուք սկսում եք ճշմարտությունը խոսել, ճշմարտությունը չի նշանակում միշտ դուրեկան լինել ինքներդ ձեզ համար, ճշմարտությունը բավականին երկար ժամանակատեղում, մինչև դուք կարողանաք ինքներդ ձեր դաշտ, հետո մի հատ էլ ովքեր ունեն հարաբերություն, ովքեր ունեն ընկերական շրջապատներ։ Ու իհարկե, մենք սոցիալ էակներ ենք ստեղ երկրի վրա, մենք առանձին չենք։ Մի մտածեք, որ դուք անցնում եք ինչ-որ հերմիտ մոդերի միջով, որ դուք սկսում եք լռության ինչ-որ պերիոդներ ա ձեր մոտ սկսում, ինչ-որ շրջաններ, մի մտածեք, որ դուք լքված եք եւ ոչ։ Այդ ընթացքում դուք օգնություն եք ստանում, որ հնարավորություն եք ստանում ինքներդ որ ձեզ լսեք։ Իսկ իմ YouTube-ի վիդեոները ու իմ այսպես ըստեղի մեր դաշտը, մեր կյանքի բազմաչափը ինչն է ասում, մի կտրվեք, ձեր ուշադրությունը մարմնավորվեք, որ հասկանաք սա ինչ դաշտ է։ Իսկ ստեղ ինչ եք անում դուք։ Երբ որ դուք լսում եք իմ վիդեոները, արթնանում եք, դուք սկսում եք ձեր ներսին անալիտիկ ուղեղը տեսնեք ձեր ներսի դիտարկումը ոնց է աշխատում, լռի ձեր ներսի ակտիվ միտքը, բոլոր կեղծ համակարգերն իրանք անջատվում են այս դաշտում։ Դա համար սովորացնում ենք այստեղ չէ, բաց աղբյուրում էլ չենք սովորացնում, բաց աղբյուրում էլ չունենք պրակտիկաներ։ Ես ասել էի, ովքեր որ ամենասկզբից եկել են 2024 թվականից այս խումբը ակտիվ որ բացվել է, 2024 թվականից է ես որ առաջին անգամ ոնց որ պուբլիկ ասել եմ, որ ես այսպեսի բաներով եմ զբաղվում, այսպեսի ունակություններ կան։ Մինչև այդ շատ դժվար էր, շատ երկար տարիներ։ Հիմա երեք մենք ունեցանք կենթանի հանդիպում Ամերիկայում, հավաքվեցինք այն մարդիկ, ովքեր որ եկել էին, ես իրոք շատ շնորհակալ եմ, իրոք հետաքրքիր փորձառություն է, որ երբեք չես ճանաչում մարդկանց ու գալիս են այնց հարազատական մի հատ միջավայր է լինում ու ոչ թե ձևական, այլ իրոք մարդիկ գալիս են այդտեղ սովորելու, մարդիկ գալիս են այդտեղ խոսքը հարգելու, մարդիկ գալիս են որ ավելի լավը անելու, ոչ թե մրցակցության, ոչ թե ցուցադրական, այլ այդտեղ անջատվում է մեր ցուցադրական եսը, մեր այդ պերֆորմատիվ եսը անջատվում է։ Ինչի համար, որովհետև երբ որ ցուցադրական եսով եք դուք ինչ-որ բան անում, կլինի պրակտիկա, կլինի վարժանք, շնչառական, կլինի դուք ձեր աշխատանքը, ինչ ուզում եք անեք, ինչ-որ ստեղծագործ աշխատանք, ինչա տեղ ունենում։ Ցուցադրական եսը դա անում է արտաքին աշխարհի համար։ Չի լինում ինքնադիտարկումը միացրած անընդհատ, անդադար։ Իսկ ես ուզում եմ, որ դուք անդադար դիտարկման մեջ լինեք, ոչ թե լինեք դիտորդ, այլ լինեք այդ ամեն ինչ անողը, հասկացողը, տնտղողը, դասավորողը, հասկանալը ձեր կյանքը այսօր ճիշտ դասավորեցիք, թե կարեք ավելի մի քիչ ճիշտ դասավորեք։ Ու այդ կարեք մի քիչ ավելի ճիշտ դասավորելը դա ամեն օր է լինելու անընդհատ։ Դա առարչական հենց մասնիկն է ձեր ներսում։ Մի ունեցեք մեղքի զգացում, որ դուք ինչ-որ մի բան ավարտեցիք, միանգամից ուզում եք ընդլայնվեք։ Այն դուռը, որ փակ է, որի հետևը այն ձեր գիտելիքն է, այն ինչը որ դուք ուզում եք մարմնավորեք, այն ինչը ուզում եք բերեք ձեր կյանք, ձեր իրականություն, հենց բացեցիք դուք դա պարզ եղավ ձեր ուղեղին, անուն տրվեց, այդ անճանաչելի էներգիային, անճանաչելի իրականությունը։ Ինչի եմ սա ասում, որովհետև դուք 3D գիտակցական համակարգից, երբ որ ընդլայնվում եք, դառնում եք, միանում եք արդեն անսահման նոր դաշտի, ինքներդ ձեր այս աղբյուրին։ Տեսեք, ես ասում ինքներդ ձեր աղբյուրին, ես չեմ առանձնացնում։ Որովհետև ասում եմ ծառի աղբյուրը, ծառը, այդ օրինակ ես շատ եմ սիրում։ Ծառը, արարչական պատկերացրեք ինքը այդ աղբյուրն է, ծառի բունը, ամբողջական, պատկերացրեք մեր ծնողներն են, ոնց ուզում եք, մի պատկերացրեք ուզում եք, ուղղակի զգացեք, իսկ ծառի ճյուղերը մենք ենք, հասկանում եք, իսկ անընդհատ ծառի ճյուղը չի կարա հարց տա, ասի արարիչը որտեղ է, արարիչը որտեղ է, արարիչը որտեղ է, Աստված որտեղ է այդ մասնիկը, հասկանում եք, ինչի, որովհետև դա հենց ակունքն է, հասկանում եք, ճյուղը ոնց կարա հասկանա, որ հենց արմատներն է իրա։ Սա կոնցեպցիա է, որ կարողանանք ձեզ ավելի ամբողջական պատկերացնել անընդհատ։ Իսկ ինչի համար եմ ես ասում, որովհետև այսօրվա մեր թեման է ձեր աղբյուրից, որ հասկանաք երբեք կտրվում, ձեր սնուցումը երբեք կորցնում։ Երեք տեսանք մեր կենթանի հանդիպման ժամանակ
Աշխատեցինք արագ քայլ, ֆասցիա, որովայնի ֆասցիա, դիաֆրագմիկ շնչառություն հենց ընթացքում, հասկանում եք, ամեն ինչ ես փորձում միացնեմ, ոչ թե փորձում եմ, ես միացրել եմ, ես փորձում եմ դուք ձեր մոտից միացնեք, ձեր միացումները տակ, ձեր գույներով դուք զարդարեք, ոչ թե Ռաֆի ասածը, որովհետև Ռաֆի ասածը ուղիղ կանեք, դուք կանեք անալիտիկ ուղեղով, չի ստացվի ինձ, ոնց որ ձեր սիրտն է ուզում, ձեր հոգին է ուզում, հասկանում եք։ Իսկ իմ ասածը որն է, երբ որ ես խոսում եմ, դուք մի քայլ հետ գնացեք, տեսեք ձեր ներսում ինչա բացվում այս խոսքի ժամանակ։ Իմ համար մի լսեք, սա դպրոցի ես ուսուցիչ չեմ, հասկացեք, ես չեմ գնահատում ձեզ, հասկանում եք։ Մենք այստեղ քննություններ չունենք, քննությունները դուք ներսում եք տալիս։ Ու դուք շատ լավ գիտեք ես ինչի մասն եմ ասում, ինչ քննությունների մասն եմ ասում։ Այն քննությունները, որ չեք կարող բարձրաձայնեք։ Այն քննությունները, որոնք որ ոչ մի բժիշկ ձեզ չի կարող ախտորոշի ասի, թե օ, սա վերցրա եւ կանցնի։ Ինչի, որովհետեւ ներքին դատարկությունը դա անբացատրելի վիճակ է։ Բառը անգամ չի բացատրում, հասկանում եք ինչա ներքին դատարկությունը։ Իսկ այդ ընթացքում ի՞նչն է օգնում ձեզ։ Երեք մենք ասում ենք փորձառություն ունեցանք։ Այդ ուշք հասկացողությունը, երբ որ ուշքը պահվում է անընդհատ ներկայում մարմնում, երբ որ դուք եք տնօրինում, դուքն էլ մի փորձեք կերպար պատկերացնեք։ Դա այն անդադար ներկայությունն է, որը որ երբեք չեք կորցնում թելը։ Այ հիմա երբ որ դուք հիմա լսում եք ու ձեր մտքերը հիմա կտեսնեք ոնց են կենտրոնացած։ Այդ դաշտից լսեք։ Ոչ թե ստիպողաբար, այլ excitement-ով ոգևորվածությամբ։ Երեկվա պրակտիկան ես ցույց տվեցի, որ ոգևորվածությամբ ու գեղեցիկ ինքնատ մաքուր այդ բացարձակ արժեքից երբ որ կատարում ես, դու կարաս այնց արդյունք ցույց տաս, որ դա համաշխարհային մակարդակի բան է։ Կարաս գիտես մրցումների մասնակցես։ Իհարկե դա աշխատանք է։ Ֆասցիայի աշխատանք է, մկանների աշխատանք է։ Մենք ունենք այդ կուրսը։ Ես ամբողջական ստեղծել եմ, որ ունենա ամեն անհատ ինքը իր ձեռքի տակ։ Դա արդեն ես չեմ կարող այստեղ ավելի լավ ռեկլամ անեմ։ Ինձ դա պետք չի բացարձակ։ Ինձ չի հետաքրքրում, որովհետև ինձ հետաքրքրում են այն մարդիկ, ովքեր զգում են այս դաշտը, ովքեր իրանք լույսը չեն կորցնում երբեք իրանց։ Անկախ դուք լացում եք էմոցիոնալ մոլորվել եք, մեկը դուք գիտեք դա ընթացիկ է, ուտեղ դուք բան եք մոռացել։ Ինքներդ ձեզ այդտեղ ինչ որ բան կա, պետքա վերցնեք, վերադարձնեք։ Ինչ որ մի հատ խոսակցություն, ինչ որ մի հատ ձայն, ինչ որ մի հատ հարազատ, ինչ որ մի հատ կերպարը ձեզ ամրացրել, sense դուք էլ հավատում եք անընդհատ, որ դուք այդ կերպարն եք, այդտեղից եք մարդկանց ժպտում խոսում։ Ու այդ կերպարները միշտ դրական չի լինում։ Շատ քիչ դրական կերպարներ կտեսնեք, որ դուք ձեզ ներսում ունեցել եք, որովհետև աշխարհն այնպես արել, որ վախենակ ձեր լույսը ճառակեք։ Դա լինի վախենալը։ Իսկ հիմա փոխվել է։ Ուշքը ձերն է։ Յուրաքանչյուրինը ձեր մոտ է։ Հարց տվեք, ինչ եք ստեղծում ամեն օր։ Ես երբեք չեմ խոսում, ես ամսական, 6 ամսյա, սպասեք օգոստոսին սա կլինի։ Ով ուզում է, ես ասում եմ, նստեք, սպասեք։ Եկեք ասեք Ռաֆի ջան, ես դարձել եմ ամենաուժեղ սպասողը իմ իրականության մեջ։ Ու ես սա ձեռ չեմ առնում, իրոք։ Բայց իմ ասածը գիտեք որն է։ Երբ որ դուք ուզում եք, որ դուք կարողանաք վստահել արարչական աղբյուրին ու տիեզերք, ոնց եք դուք զգում։ Ձեր հոգուն, ձեր Աստծուն, արարչին, ոնց է ձեր ներսի իրական այդ կապը։ Դուք գիտեք ներսում։ Հարց տվեք։ Իսկ հակադարձ կողմից լինում է վստահել ձեզ։ Հիմա իրոք եմ ասում, հարց տվեք։ Ու սա պատասխանատվության մասին չի, սա վախացնելու մասին չի։ Սա գալիս է կյանքում մի պահ, որ ամեն մի թռչուն իր առաջի թռիչքը, որը որ կատարում է իր թռչնի բույնից, որ առաջի անգամ պիտի թռիչք կատարի, դա իր մահվան ու իր ամենաուժեղ ոգևորության պահն է լինում, որովհետև ինքը որ այդ որոշումը կայացնում, ինքը չգիտի դա ոնց պետք է անի, հասկանում եք, ինքը ունի մենակ թեորիան, ու ունի մարմնական ինչ որ հասկանում եք փոխանցված հիշողություն, բայց ինքը չի արել դա, առաջի անգամ թռիչք կատարելուց հարցերը վերջում, պահեք ձեր հարցերը, վերջում ժամանակ ունենանք, բան կանենք ամբարին։ Հասկացաք չէ ինչ է լինում։ Այդ թռիչքի պահը լինում է իր ամենավախենալու պահը։ Հարց տվեք, դուք այդ թռիչքի պահին դուք ուրախացած նստում եք, ասում եք գնացինք, հիմա արդեն ուժեղացել եք,
Թե դեռ փախուստի մեջ եք մտածում եք ինչ-որ մասնագետ կա, ինչ-որ մի հատ տեղ, ինչ-որ մի հատ աշխարհում, որ ձեզ պետք է ինչ-որ բանաձև ասի, ասվում է, ամեն ինչ ասվում է, դիսցիպլինային հարց տվեք ձեր, ունեք դիսցիպլինա, թե ինչ-որ տեղ կորցրել եք, իսկ դիսցիպլինան միմիայն լինում է բացարձակ սիրուց ու հավեսից, եթե դուք այսօր հավեսով չեք միացել այս հանդիպմանը, անջատեք ուղղակի, եթե դուք հավեսով ստեղ չեք լսում, որ հասկանաք ոնց ուժեղանաք, ոնց հավաքեք ձեզ, ոնց խաղաղացնեք, ոնց ձեր հարաբերությունները կարգավորեք, լիքը ուրիշ բան կա նայելու, լիքը ուրիշ հետաքրքիր բաներ կա, անսահման հասկանում եք, բայց երբ որ դուք ընդլայնվեք, կհասկանաք, որ ինտերնետն էլ անսահման չի, շատ փոքրիկ է այն ընդլայնված գիտակցության առաջ, որը որ ձեզանից թաքուն են պահում, ու ես ստեղ մեծ բաներ չեմ ասում, երկար տարիների ընթացքում այն ինչը որ ես ու լիքը կան ստեղ հենց ասում եմ քույր եղբայր հոգիներ, իրական հարազատ են, ամբողջական հոգիներ, այդ փորձառությունները, որը որ անց է ուսումնասիրել են, շատերդ ինքներդ եք անցել ու չեք միշտ կակտիվանաք կհիշեք ինչի համար եք ստեղ փորձառությունները անցել, ինչն եք հետաքրքիր կերպով դուք ուսումնասիրել, շատերդ կտեսնեք ստեղ եք, որ ամբողջական կրթական համակարգը պետք է ուղղակիորեն արմատապետի ջնջվի, թազո մի հատ կրթական համակարգ կգծվի, ուղղակիորեն, հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում, իրանք այն ուժերը, որոնք որ խաղացել են այս խաղը, սխալ բան են արել, հասկանում եք, ասեմ որ նա, չեմ ասել լավ, գիտեք ինչ են արել, մենք գիտենք իրանք ովքեր են գծել այդ համակարգերը, հասկանում եք, ով է կրթական համակարգը գծել, որովհետև տիեզերքում մի օրենք կա, բացարձակ ճշմարտության օրենքը, կապ չունի դու խավարի խաղ ես խաղում, լույսի, եթե դա բացարձակ ճշմարտությունը չի, դա շատ տեսանելի է լինում ու իրավունք չկա, իսկ ամեն ինչ տեսանելի է, այն իակները ովքեր որ կատարել են այդ ամեն ինչը, դա տեսանելի է, դուք ինքներդ կսկսեք տեսնել, ամենօրյա, առօրյա, ու կտեսնեք, որ ձեր թույլտվությամբ է դա տեղի ունենում անընդհատ, կտեսնեք, որ ձեր կամքը ուղղակի նվիրում եք, ձեր ուշքը ուղղակի նվիրում եք, մեր հայերենում երեք ենք մեր կենթանի հանդիպման ժամանակ, այնքան հետա, ասեմ ու կենթանի հանդիպումը լրիվ ուրիշ է, այդ ժիվոյ, այդ բանը կա էլի, կյանքը կա իրոք մեջ, համար ես կուզեմ հնարավորություն ունենք բոլորս հավաքվենք, մեծ, շատ հետաքրքիր, ամուր, որ մի զարկով հետաքրքիր համակարգեր իրանք վերափոխվեն մի անգամից, ու ինքն զարկ է լինում, այն բան կա, մանես գալի չես գտնում, սենց պետք է լավ թափտաս, որ գտնես, էլի, այդ տարբերակներն է լինում, բայց ներսից դուրս, ինքները ձեր ճշմարտությամբ անցնելով, հիմա ովքեր կուզեն, ես այստեղ չեմ եկել, որ ինչ-որ մարդկանց շտկեմ, ես իրոք չեմ եկել ստեղ ձեզ շտկելու, իրավունք էլ չունեմ, ես եկել եմ ստեղ, իրոք օգտեմ են մարդկանց, որ ճանաչեք գիտեք ինչը, այն պահերը, որոնք երբեք կորցնում, երբեք դադարում ձեր ճշմարտությունից ապրել, այդ պահերն եմ ուզում, որ նկատեք, իսկ ովքեր որ ուզում են, ես մի քանի կետեր կա, ուզում եմ, որ դուք ինքներդ ձեզ ներսում հարց տաք, որովհետև եթե դուք լույս չգցեք այդ չերևացող կետերի վրա, իրանք երբեք ձեն չեն անի, իրանք անսահման կսնվեն ձեզանից, այնքան ժամանակ մինչև մարմնական խնդիրներ կառաջանան, այնքան ժամանակ շարժում չի լինում մարմնում, էներգիայի հոսք չի լինում, որ սկսում է արդեն առողջական խնդիրներ, ահազանգում է մարմինը, աստված սնուցում չկա, իսկ շատ մարդիկ տեսնում են, երբ որ ես սխմել եմ, ես իրանց մարմնի տեղեր կա, ցավին չեն դիման, ես ուրախ եմ, որ երեկվա հանդիպման արդեն ամուսիններ են եկել միասին, ես իրոք շատ դա ուրախալի է, որ արդեն զույգեր կան ես իրականության մեջ, անկախ ինչ փորձառության միջով եք անցնում, ես ուրախալի եմ, որ այս դաշտում են գալիս, ես ուրախալի եմ, որ կանեք թույլ են տալիս, որ տղամարդիկ զգան, որ կանեք թույլ են տալիս, իրանց տղամարդիկ իրանց կողքը կարողանան իրանց տղամարդկությունը անեն, այլ ոչ թե ամեն ինչ պահեն իրանց կոնտրոլի տակ, հարաբերությունների մասին ես շատ երկար տարիներ խորքային ուսումնասիրություն եմ կատարել, շատ խորքային, ոնց որ կատարել եմ մարմնի հետ կապված, ներքին օրգանների, մենթալ, էներգետիկ, բոլոր ծրագրերի, լուսավոր,
դեմոնический, դիվական, բոլոր։ Ես այդպես ուսումնասիրել, որտեվ ինձ հետաքրքիր է եղել ամեն ինչը։ Որտեվ ես եկել եմ, ուզեցել եմ հասկանամ, լավ, բայց մարդիկ ամեն sense քան մարդկაც անտա վախի մեջ ուզում բայ։ Ով է անողը։ Ուխի է անում, ասեք, իրան ինչ կա դրանից, էլի։ Ինչ օգուտ էլի, ասեք, անընդհատ մարդկაც նորություններով հա հեն մեզ դուս ոչինչ չկա։ Բացեք նորությունները, որ չեզում տնից դուրս գաս։ Դուրս եկեք, ասում եմ, վաղը դուրս եկեք 6 ժամ դուրսը ման եկեք։ Տեսեք իրականությունը ձեզանից դուրս է ճառագայթում, թե նորություններով։ Իհարկե ամեն մեկը ձեր ունեցած էներգետիկ չափով եմ ասում։ Ձեր էներգետիկ չափով արեք իմ ասածները։ Ես իմ տեղից եմ ասում։ Որովհետև ես իմ տեղից պետքա ձեր հետ կիսվեմ։ Որ իմանաք ձեր անցնելու ճանապարհը, որ իմանաք ձեր ինչն է հետաքրքրում։ Ինձ շատ հետաքրքրում է երեխաների ծնողների հետ կապը։ Շատ ում հարցնեք ինձ ովքեր որ ճանաչում են, դաժե այն գիտեք ոնց որ այսքան ժամանակից ինձ հետաքրքիր է եղել կապը տղա երեխեքին ուժեղացնել մարմինը, աղջիկ երեխաների հետ ոնց պետքա իրանց ոնց պետքա օգնել, ոնց պետքա դառնա ապահով այդ դաշտը, ոնց պետքա ապահովի, որ աղջիկը կարողանա ինքը իրական հասկանում եք, ինձ այսպիսի հարցեր է իրական հետաքրքրում, անդադար, ոչ թե հետաքրքրում է, ես այլ իրոք ուսումնասիրում եմ, ես իրոք կազմում եմ, թե ինչ պետքա արվի, քայլերը, իմ հետ կապված։ Ու մի բան էլ ասեմ, ես որ ասում եմ, ես հովանավորներ չունեմ, հիշում եք, ես ասում եմ հովանավորներ չունեմ, ես ունեմ հովանավորներ։ Ու ես իրոք շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իրենք սիրով են այդ ուղարկում ինձ։ Իրանք սիրով են, ես զգում եմ այդ հասկանում եք, ու ամեն մեկը ուղարկում է իր էներգետիկ չափով։ Ու դա տեսանելի է, ես դա էլ եմ զգում։ Դա էլ է տեսանելի։ Դրա համար ես իրոք շնորհակալ եմ բոլոր այն հովանավորներին, ովքեր գալիս են մեր փակ գիտելիքի ակում, ովքեր որ հովանավորում են ինձ մատերիալիկը բաներով, չգիտեմ, մեքենա, ինքնաթիռի տոմս։ Իրոք մարդիկ դա գիտեք ոնց են անում, ոչ թե նվեր են անում, այլ այդ հավասարաչափ բանն է լինում։ Ու ես երբեք չեմ ուզեցել ոչ մեկից։ Երբեք։ Ես այդպես համեստ եմ դաստիարակվել։ Դրա համար ովքեր պատրաստ են։ Հիմա գնացինք։ Ջուր ենք խմում։ Հիմա իմ ասածները ձեր գիտակցական, ուզում զգացողական, թույլ տվեք մարմինը թող արձագանքի։ Կապ չունի կվախենաք, դող կլինի, ինչ կլինի, թույլ տվեք ճանաչեք, այստեղ ապահով դաշտ է, հիշեք, պետքա դուք այստեղ հարցակում ենք անում, հասկանում եք, հերիքա պաշտպանվեք։ Մի պաշտպանվեք էլ։ Գնացինք։ Շնչում ենք, ամբողջ մարմինը զգացեք, ողնաշարով մի անգամից։ Պետքա սկսեք արագ ձեր, որտեղ պետքա սկսեք զգալ արդեն, ես պետքա չասում եմ շնչեք որ միանաք։ Դուք պետքա արդեն միացած միանայիք, պետքա միացած արտանայիք, պետքա միացած քնած լինեք։ Դա մի մտածեք, որ միացած դուք նշանակում դուք անդադ ինչ-որ պետքա, հեսա կասեք, եկեք սանացնեք, դրանից հետո զակասեմ։ Շնչեք մարմինը զգացեք, ոտքերը, ոտքերի մատները իրար տվեք, զգացեք։ Եթե չստերով եք, լավ չեք զգում գետինը, հանեք, ֆոտաբոբիկ եղեք։ Հիմա ներսին հարցեք, ասեք ուղեղ, ամբողջականություն, իմ մարմին։ Երբ եմ ես սկսում ապրել ուրիշների աչքերով։ Մի պատասխանեք դուք հիմա այս հարցերին։ Թույլ տվեք թողը ուղղակի զգացողական անցեք սրա միջով։ Հետո կուզենաք մի անգամ եկը կատարեք։ Հարց տվեք նորից։ Երբ է իմ ներքին լռությունը փոխարինվում մշտական մտային աղմուկով։ Երբ է ձեր ներսում խաղաղ վիճակ, լռություն, ներքին իմաստություն, խոր իմաստություն, ու մեկ եք տեսնեք մոլորվել եք, մտքերը ձեզ կուլ են տվել։ Անդադար հարցումները, որտեղ է դա սկսում։ Կֆիքսեք։ Գնացինք հաջորդը։ Երբ եմ դադարում զգալ մարմինս։ Սա շատ կապված է առաջինի հետ, երկրորդի հետ, լռության ու մարմինը զգալու հետ։ Որովհետև երբ որ դուք զգում եք ձեր մարմինը, կտեսնեք անջատվում է ձեր անալիցիկ ուղեղը։
ավտոմատ կերպով աշխատող, ռեակտիվ։ Երբ եմ ես սկսում խաղալ դերեր, երբ եք սկսում մարդ դեռ չտեսած, դուք սկսում եք ժպտալ, սկսում եք ձեր ձայնը փոխվում է, սկսում եք դուրեկան դառնաք ավելի, կամ փորձում եք ավելի ուժեղ լինել, ձայնն է փոխվում, ինչն է լինում, փոշճը, ձեր կեցվածքն է փոխվում, փոքրանում եք, ուսերն է փոխվում, նկատեք։ Երբ է իմ այոն նշանակում ոչ, երբ եք ասում, հա, բայց ներսից ասում եք ոչ, ներսից մարմին ասում է, չէ, դու չես ուզում դա անես, չես ուզում տեղ լինես, ու դա չեք անում վախից, կապ չունի, եթե պտահաճություն վախել է, ուրեմն դա հենց դա նշանակում որ չեք ուզում, երբ է լինում, բայց գնում եք այդտեղ, հետո գալիս եք տուն, տնեցիքին եք ասում, խի գնացի, այսպես էր եւ այլ, ու այդպես շարունակ։ Ու ինքներդ ձեզ սկսում եք կրծել։ Երբ ես կորցնում ներկայությունը, ու սկսում եք մտնել ավտոմատ ռեակցիաների մեջ։ Այսինքն իրականությունը ձեզ ինչ որ տհաճ խոսք է ասում, ինչ որ տեսակ մարդ, որին որ չեք ուզում տեսնեք, կամ նկատեք, ինչ որ բան եք ուզում անեք, չի ստացվում։ Նկատեք, երբ եք սկսում կորցնել ձեր ներկայությունը, ու սկսում է ձեր գոյատևումը զոհի, ձայնը լացը, սկսում է ձեզ կուլ տալ։ Սկսում եք համաձայնվել, որ այո, ես անարժան եմ, այո, կարող է ես շատ արագ սկսեցի զարգանալ։ Դա այդպիսի բաներ կա, որ պետքա դրան է պետքա պատրաստ լինեք։ Ես ձեզ միշտ այնպես եմ պատրաստում, որ դուք ձեր մոտ երբ որ լավագույն բաները բացվում է, դուք սենց տենից ուրախ եք լինելու։ Դուք սենց տենից շնորհակալ եք լինում։ Իսկ հիմա ես ձեզ ապահովում եմ, որ ամենադաժան, ամենայն վտանգավոր կետերով որ անցնեք, իսկ երբ որ ես բարձրաձայնում եմ, շատերը դեռ չեք էլ անցնում, միանգամից սկսում եք նկատել։ Տեսնեք, որ այդտեղ է ձեր իրական ուժը։ Գնացինք, երբ եք փորձում ապացուցել ձեր արժեքը, երբ եք սկսում ձեր պրոդուկտը, ձեր մասին, ձեր խոսքը, ձեր արժեքը, ձեր լինելությունը, ձեր անունը, ձեր ինչ-որ արածը, երբ եք սկսում ավելի շատ բացատրել, երբ եք սկսում ապացուցել, որ դա ինչ-որ կարևորությունով եք զբաղվում, որ դուք ինչ-որ լավ բանով եք զբաղվում, որ դուք մաքուր տեղից եք դա անում, ու ում առաջ եք դառնում, նկատեք, կտեսնեք, որ կան ձեր մոտ վախենալու մարդիկ, ավտորիտետնի մարդիկ կան, ինչ-որ բարեկամներ, բորկուրի մարդ, չգիտեմ, ստիցունի, տեսնեք, որ տես ժամանակին տես տպավորվել է երեխա ժամանակվանից, կամ ինչ-որ մի դրվագ։ Ես ասում եմ, ես բոլոր ժամանակային գոտներից եմ խոսում, որովհետև հիշեք, ստեղ խմբային ենք մենք անցնում։ Գնացինք, երբ է սերը փոխվում վախի։ Նկատեք, երբ եք դուք լավագույնը ճառագում, մեկ էլ միտք, օպա, սկսում եք փակվել, սկսում եք թաքնվել, անգամ ձեր մամայից, պապայից, ձեր ընկերներից, սկսում եք ժպտալ, բայց դուք ցավի մեջ եք, չեք ասում ձեր ճշմարտությունը, չեք ասում, գիտեք ինչ կա, ես շատ ջղային եմ այսօր արթնացել, ավելի լավ է ինձ ոչինչ չհարցնես։ Այդտեղ պետքա ճշմարտ հասկանում եք ինչ եմ ասում։ Ես ամեն ինչ թեթև եմ անցկացնում, որ դուք կարողանաք ամբողջական կերպով յուրաքանչյուրդ վերցնեք այն զանգվածը, որ այսօր ձեզ պետք է, որովհետև այսօր մարդ կա իրան առողջական, իրան ուշադրությունն է պետք, իր էներգիան է պետք, մարդ կա իրան ստեղ վստահությունն է պետք, իր տղամարդկային վիճակն է պետք, մարդ կա ստեղ իր կանացիությունն է պետք հասկանա դա ինչ է էներգիան, ոնց կարելի է օգտագործել, որովհետև բառը իմանալը դա չի նշանակում որ դուք օգտագործում եք։ Հիմա ասածը հասկանում եք, մի քանի ամիս առաջ ու հիմա ձեր կյանքից գոհ եք, ուրախանում եք, ամեն առավոտ որ արթնանում եք ձեր աչքերը փայլում է, որ դուք հեսա ավելի լավն եք դառնալու ավելի ուժեղ, ու ուրիշների համար չէ, ձեր հավեսի համար։ Դուք պիտի հավես տնեք ձեզ կերտելուց, ուժեղացնելուց, ու տարբեր պետք է իմանաք, որտեղն է թույլ, սահման պետք է ունենաք ձեր առաջ, հասկանում եք։ Հիմա եկեք վերջի կետը հարց տամ, այդ հարցն որ կտակ ինքներդ ձեզ։ Երբ է հոգու սուղությունը փոխարինվում գոյատևման ծրագրերով։ Երբ է ձեր ներսի են երեխա ժամանակվա իմացումը լույսը, երբ եք սկսել ուրիշների համոզմունքներից, վախերից, իրանց փոքրիկ ասում են մի արեք, կան չէ՞ տես մարդիկ, չի ստացվի, իրանց մոտ միշտ չի ստացվում,
իրանց արևը որ ցույց տաս 40 աշճան տակ, իրանց կասեն ցուրտ է։ Այդպիսի մարդկանց է պետք է հարգեք։ Այդպիսի մարդիկ էլ օգտվում, որ ինքներդ ձեզ անդադ հաշիվ տակ ստուգեք։ Ստուգեք արդյոք դուք տեղում եք, թե գլորվել եք, ու շատերդ գլորվել եք այս ընթացքում, բայց դա շատ իմաստուն գլորվել էր կոլեկտիվ մակարդակով։ Շատերդ ովքեր որ իրոք գործ են անում, ասեմ ինչի միջով եք անցնում, մի փոքրիկ կիսվեմ էներգետիկ կոլեկտիվի մասին։ Ես չեմ տեսնում չաթը, մի վայրկյան եք, տեսնեմ ինչ որ բան կա, չէ, չկա, գնացինք։ Էներգետիկ մակարդակով, հիմա ասեմ, տեսնեք, որ շատ զարմանալի ինչ որ էտապներ էր։ Մի հատ անցնում եք բոլոր անցյալի ձեր ծրագրերով, ամբողջ ծրագրերն ու տրիգերները անցնում եք։ Այն ինչը որ ձեզ երեխա ժամանակվանից տրիգերից էր արել, մինչև հիմա էլ այդ ընթացքում էլ անում, խոսակցություններ, հոտեր, համեր, մարդիկ, կտեսնեք, որ գնացել եք ինչ-որ մի վայր, որ չեք մոռացել եք այդ մարդու մասին, եկեք հանդիպում եք, կամ ինչ-որ մի բան եք ուզել, որ պետք է հեսա բերեն, օրդեր եք արել, մեկը տեղ ինքնատնես մարդ է բերում, որ բացարձակ հասկանում եք, ժամանակային գոտիներով եք անցնում հիմա, ու անցնում եք քննության կարգով, տեսնենք դուք որտեղ եք ձեզ ընտրում ու որտեղ չէ։ Հիմա այստեղ գնացինք, այստեղ շատ կարևոր մի հատ բան կա, այս որը որ ես ասացի ու դուք ինքներդ պետք է անցնեք, նկատեք ես ասում ինքներդ, ավարտվել այն ժամանակը, որ գաք նստեք ես այստեղ պրակտիկա անցկացնեմ, ոչ թե ես թաքուն եմ պահում ձեզանից, այլ հիմա ես ամեն ինչ տալիս եմ, որ դուք ձեր աղբյուրի կոդը ասեմ, բանալի ասեմ, ինչն եք ուզում իմանաք, դառնաք դուք ձեր աղբյուրը, իսկ դրա համար ինչա պետք, այս կետերը, որ ասեցինք, չէ, որով հերթով, որն ամենաուժեղ կետը գիտեք, որ շատ հաճախ մարդիկ կարծում են, որ աղբյուրի հետ կապը դա բարձր վիբրացիաներն է, հասկանում եք ինչ եմ ասում, որ դուք այնքան լուսավոր, այնքան մաքրամաքուր, ձեր ներսում անընդհատ դուք ճիշտ եք, ձեր ներսում կիրք չկա, ձեր ներսում բան չկա, հասկանում եք, դուք սենց մանատոն էակ եք դարձել, որը որ անընդհատ, այտենց ոչ մեկի հետ, դուք ձեզ այտենց հետաքրքիր չեք, հասկանում եք, դրա համար էլ ոչինչով չեք, մարմինով չեք զբաղվում, կուրս ամբողջական մեր ֆակցիայի գիտեք ինչքան մարդ կա, կուրսը արագ ձեռք են բերում ու թե ձեռք են բերում անցնում 6 ամիս, ապա ուղեղ ինչ ասում, կանես, կարևորը դու ունես, նորից, հա, Ռաֆին ասում է, որ ֆասցիայի կուրսը այսպես է, հասկանում եք, դա չեղավ, 6 ամսվա ընթացքում ձեր մարմինը մի հատ էլ հետ գնաց, հասկանում եք, իմ ասածը գիտեք որն է, դուք այնքան ազարտով, այնքան պետքա հավեսով անեք այդ ամեն ինչ, որ ասեք Ռաֆի, երկրորդ թեյը եք սկսում, հասկանում եք, որովհետև ովքեր որ ինձ իրական տեսնում են, շատ բաներ կա, շատ վարժանքներ կա, ամեն ինչ կա, որոնք որ ես չեմ հասցնում փոխանցում, որովհետև հիմա նայեք 40 րոպե մենք խոսում ենք, դեռ կետեր կա, այս անցնել ենք։ Հիմա գնացինք, ասեցի, չէ, չմոլորվեք, մտածեք, որ ձեր ապա աղբյուր է, դա նշանակում որ դուք պետքա միշտ լինեք լուսավոր, դուք սեր պետքա ճառագեք, դուք պետքա անդադ երջանկության մեջ լինեք, չհավատակ, որովհետև այդտեղ ձեզ շատ կուլ կտա ինչ-որ մի հետաքրքիր բան, որի անունն է ուղեղ, ինքը ձեզ անընդհատ հնարամիտ այդպիսի տարբերակներ կառաջարկի, որ դուք լուսավոր եք, ու կտեսնեք, որ դուք ուղղակի ձևավորում եք մի հատ լուսավոր էգո համակարգ, հետո կտեսնեք, որ դուք սկսում եք ապրել ուրիշների շնորհակալություններով, անընդհատ ուզում եք, որ ձեզ գովան, եւ այլ, իսկ ստեղած դաշ չի, եթե նկատել եք, ստեղ որ գալիս եք, ստեղ սկսում եք լռել, անկախ թե դուք ինչքան սուպեր մասնագետ եք եղել անցած կյանքում, ինչի համար եմ ասում անցած կյանք, որովհետև այդ թռիչքն է լինում ստեղ, այդ թռչումն առաջին անգամ թռիչք է կատարում, դուք պատկերացնում եք այդ թռիչքից հետո ինքը այն չթռած ընկերներին բացատրի թռիչքի հավեսը, փորձեք, չի ստացվի, որովհետև ուղեղը չի թողում, ուղեղը փակում է, մեծ վախի պատ է բերում ու ձեզ ասում եմ, որ դուք չեք կարող դա նստեք ու սովորեք, դուք չեք կարող դուք անեք այդ ամեն ինչը, իսկ իրական բարձր վիճակը գիտեք որն է, հիմա անցանք հաջորդը, ամենապարզ իրականության մեջ է գտնվում,
Բայց դա աշխատանք է ձեզանից պահանջում ամենօրյա դիսցիպլինա։ Լավագույն կյանքը ձեզանից պահանջելիա ձեր լավագույնը ամենօրյա։ Մի մտածեք, որ դուք ուղղակի արժանացաք լավագույն կյանքի ու դու վեշերը պետք է հավաքեք, ձեզ արձակուրդ պետք է տաք ու ոչինչով չզբաղվեք։ Այդպես չի, հակառակն է։ Դուք սկսում եք արձակուրդն ու ձեր կյանքի վայելքը դարձնել այն իրական ծառայությունը, այն իրական այն ինչը որ դուք անում եք։ Հասկանում եք։ Ես առավոտ ժամը 4:30 եմ արթնացել։ Նորից մի հատ ասում եմ, օքեյ, նորից ստուգում եմ, հասկանում եք։ Մի հատ նորից եմ արթնանում։ Ինչի համար, որովհետև ես հավեսով, ոչ թե ես արդեն որ անհանգիստ եմ, չէ։ Ոնց որ ժամերն եմ սպասում, երբ պետք է ծնունդ տանք, հասկանում, որովհետև այստեղ հավաքվում են մարդիկ, ովքեր որ իրոք տրանսֆորմացվում են։ Կնկատեք, որ մեր խումբը ինչքան է, 110 քանի հոգի է, բայց հիմա 18 մասնակից է օնլայն։ Չգիտեմ, քանիսն են լսում հետո, քանիսն են ռեակցիա անում, քանիսն են տրանսֆորմացվում։ Բայց հիմա իրականությունը սա է։ Դուք էլ իմացեք։ Ինչ, որ դուք շփվում եք ձեր ընկերների հետ կամ ինչ-որ շրջապատում, իմացեք, որ շատ քիչ մարդիկ կան գործ են անում։ Մի նեղացեք, որ մենակության զգացում եք ունենում։ Ստեղ մենակության զգացում չի։ Դրա համար ստեղ գալիս եք, ստեղ չեք գալիս, որ դուք անընդհատ ձեզ recognition անենք, անընդհատ ձեզ մեծարենք։ Դա հասկանաք մանիպուլյացիոն բաներ է։ Եթե դուք ձեզ ամենուր չեք ոգևորում, ես ձեզ պետք է ոգևորեմ։ Ստեղ մեծերի տարածք է, հասկանաք, ներսի մեծերի, կապ չունի ձեր տարիքը։ Ստեղ կան շատ երիտասարդներ, որոնք որ իրոք նենց էներգետիկ դաշտն նենց գիտակցական։ Իրանք էլ չեն իմանում, ոնց պետք օգտագործեն։ Գնացինք։ Իրական կապը որտեղ է։ Ներքին ազնվություն։ Ներքին ազնվություն են ամենացավոտ, որովհետև եթե չեք նկատում, որ սուտը ձեզ ցավացնում է, հենց մարմնական ցավ, տահարոտը թույն է լինում մարմնի ներսում, ու բոլոր տեսակի սուտերը կան ապահով տեսակի սուտ, չասեմ, ոնց որ շրջան ես գցում, երեխային ինչ-որ բան ուրիշ ձև ես ասում եւ այլ եւ այլ։ Այո, բայց չեմ, ես ձեր հետ ներսին եմ ասում, էլի, ձեր հետ ներսի կապի մասին։ Գնացինք ներկայությունը, երբ եք ձեր ներկայությունից բանանում, մարմնի հետ կապը, ասեցինք, խաղաղ ուժ։ Երբ եք դուք գտնում ձեր խաղաղության ուժի ներսում։ Ինչի, որովհետև այդտեղից, երբ որ դուք որոշումներ եք կատարում, կայացնում, գործողություններ եք անում, ինչ է լինում։ Դուք դրանք անում եք, երբ որ մարմինը, սիրտը, հոգին լինում են հասարակապ կերպով իրար հետ համահունչ։ Ու ինչ է լինում։ Տեսնում եք այն ծրագիրը, որ մի շաբաթ առաջ որոշել եք, ինքը արդեն սկսել է գործել։ Ու տեսնեք, որ շատ ժամանակ դուք ինքներդ եք դա գցում ձեր ձեռքից, որտեղ ասում եք, ես պատրաստ չեմ այդ ընդլայնմանը, ես պատրաստ չեմ այդ մասշտաբին։ Պարզություն։ Ինքներդ ձեր հետ պարզա ձեր գնացած ճանապարհը, թե չէ։ Եթե մի բառով հարցան, դուք գիտեք ինչի համար եք այստեղ։ Հենց մի բառով։ Շատերը տեսակ եկավ բառը։ Լսեցիք, թույլ տվեցիք ձեզ լսեիք ինչ բառ է գալիս։ Գնացինք։ Ու կարողությունը, որ մնաք ինքներդ ձեզ հետ, եթե անգամ լռության ինչ-որ շրջան է գալիս ձեր կյանքում։ Իսկ լռության շրջաններ շատ են գալիս, երբ որ արթնացում ա գնում, երբ որ ինքներդ սկսում եք ձեր ունակությունները ուսումնասիրել, իսկ շատերը անցնում եք այդ շրջաններով։ Ովքեր որ անհատական իմ մոտ անհատապես են, մենք իրար հետ գիտենք ինչ շրջանի միջով են անցնում։ Այն մարդիկ, ովքեր որ գալիս են անհատական պրակտիկաների, ովքեր իրոք որ ուզում են, իրանք գալիս են, որովհետև ես հիմա չեմ աշխատում այն մարդկանց հետ, ովքեր որ պատրաստ չեն։ Դա մի քանի անգամ է ճշտվում։ Իրոք։ Որովհետև պատկերացրեք մի բան, ոնց որ ես նստեմ ինչ-որ մեկտեղ հիմա բացարձակ ես նստեմ խոսեմ, իսկ այդ մարդուն բացարձակ հետաքրքիր չի։ Հետաքրքիր ինքը չգիտի խի այ էստեղ։ Իր մաման ասել, որ ինքը գա ասեն, կամ իրան ասեն, որ ինքը գա, այդպես չի նո։ Այստեղ այդպես տարածք չէ։ Ու անկախ նրանից ով ինչքանից գումար է վճարում, ով ինչքան է նվիրատվություն անում, ինչ է անում։ Մի տանջեք իրանց, հասկանում եք։ Պատկերացրեք էներգետիկ իրանք ոնց որ իմ հետ գան բոքս անեն 5 ռաունդ։ Դրանից հետո իրանք ծեծված կլինեն, հասկանում եք։
Իհարկե առողջացում տեղի ունենում, բայց մի բան է, երբ որ ներսից է մարդը պատրաստ լինում անցնելու այդ խավարի միջով, անցնելու ինքնախապեյության այդ կերպարների միջով, ինչի որտեվ դուք հավես եք, որտեվ հենց այդ կերպարը ասենց վախենալու է, ասենց բացվեց թող ասում ես, այո, ես այդպեսին եմ, կամ ինչ որ համաձայնվում ես, խոնարհվում, հանձնվում ես, դա տարբերակներից մեկն է, բայց ինքը կտեսնեք, որ կրկնվում է շատ ժամանակ, այնքան ինչ որ մարմնում կտեսնեք, ինչ որ մարմնից չզրոյացնեք, մարմնի հանդարտությունը չվերցնեք ու չզրոյացնեք ու մի հատ էլ նորը չտաք, իսկ նորը գրելը որտեղից անում, ձեր հավատից, հավատը հանդիսանում է այն ձեր ընկերը, այն ուժը, որ դուք ձեր սեփական խոսքը արդեն կունենաք, այսինքն ձեր սեփական փորձառությունը կունենաք։ Հիմա ես ձեզ ինչ-որ բան ասեցի, չէ, երեկվա մարդիկ եկել են, ես ասացի, որ 40 րոպեում հնարավոր է, ասենք, այսքան կիլոմետր քայլել, ու այս տեմպով ու չհոգնել, չընկնել, չտապավել, չքրտնել, չկարմրել։ Եղել է այդպիսի բան, գրեք մեր, ովքեր որ եղել են, գրեք։ Տեսակ մարմնի մեր հնարավորությունների, այսինքն այն չափը, որը որ մենք տեղյակ չենք։ Իսկ ինչի համար։ Երիտասարդներին իհարկե սա կարող է հետաքրքիր չլինի, որովհետև երիտասարդների մարմինը դեռ ակտիվ է, իրանք զգում են։ Բայց երիտասարդներին, որ բացատրվի, որ մարմինը դա ընդամենը ձեր տաճարն է, որտեղ բնակվում է ձեր հոգին, ձեր սիրտը, ձեր ամբողջ հիշողությունը, ձեր ամբողջ հասկացողությունը, որ պետք է խնամեք, որ պետքա դուք ամեն օր մաքրեք ու անընդհատ պետք է տեղ կանգնեք։ Երեխաները կսկսեն իրանք ավելի պատասխանատու մոտենալ։ Ոչ թե դուք կնստացնեք մուլտիկներ նայեն իրանք անիմաստ լա ու իրոք հիմիկվա մուլտիկները այդ լա մակարդակներ չի։ Ավելի ծրագրավորում է, կոնկրետ չարաճճություն է, կոնկրետ անարգանք ծնողների հանդեպ։ Բոլոր մուլտիկները կան մի քանի, բայց այն էլ պետքա շատ զգույշ։ Այստեղ կա ծնողներ, որ ես գիտեմ շատ ուշադիր են, այո, անհատապես կիսվում են, գիտեմ, որ իրանց երեխաները ինչ պրակտիկաներ են անում, գիտեմ, որ մեր փակ գիտելիքի ակումբի պրակտիկաներ են անում, աչքերի տեսողության, կենտրոնացման։ Մի մտածեք ձեր երեխաները ինչ որ հələ իրանք թույլ ինչ որ էակներ են ինչ որ խմորից, որ իրանք ուժեղանան, նոր իրանց օգնեք որ կենտրոնան, ոչ։ Ձեզ հիշեք երեխա ժամանակ, որ ինչ որ մեկը ձեզ գար օգներ, որ դուք այս ամենը բացատրվել ու հասկանեք, ոնց օգտագործեք ձեր սեքսուալ էներգիան, ոնց օգտագործեք ձեր ճշմարտությունը, ոնց օգտագործեք ձեր մարմինը, ձեր ֆիզիկական ուժը, ձեր վստահությունը, ձեր գիտելիքը, ձեր ուղեղ հնարավորությունները, ինչ եք կարծում, հիմա կգտնվեք նույն ֆինանսական վիճակում ու մատերիալ վիճակում, կգտնվեք նույն իրավիճակում, որտեղ չհավատաք, չէ, որովհետև երբ որ ձեր ամբողջական գիտակցությունը միանում է, կարող է սկզբում գտնվում եք, ասպեկ ես խեմ սա զրոյացման մեջ, ֆինանս չկա, կոպեկ չկա, չգիտեք ինչ, բայց կտեսնեք դուք պահվում եք այդ ընթացքում։ Այն ինչի կարիքը ունեք այդ պահին, դուք ստանում եք, այդ ունեք մի հատ խնձորի կարիք, տեսնեք ինչ որ մեկը խնձոր ձեզ տվեց։ Ու սա հիմա ես չեմ ասում, սա մոտիվացիոնալ ֆիլմ չի, որ ասում եմ, այդպես չի։ Սա ասում եմ, որ պետք է դուք սկսեք վստահել ձեր առատության աղբյուրին։ Երբ որ կսկսեք վստահել ձեր առատության աղբյուրին, նվերները կսկսեն մեծանալ։ Ինչի, որովհետև ձեր ծառայությունները կսկսի մեծանալ։ Ու ձեր էգոն ու ձեր մի մտածեք, որ դուք այնքան կաք, որ դուք ծառայություն բառը ձեր համար արգի չի։ Այո, ծառայությունը ես պետք է անի խոնարհվելով։ Ովքեր եղել են իմ պրակտիկաներին, ովքեր եղել են, ես որ իջնում եմ մարդու ոտերին ձեր ոտքերին ձերտել, ես ձեռնոցը չեմ ակնում։ Շատերը կասեք, վայ, Ռաֆի ջան, այո, ես որտեղ ուզում զգամ, հասկանում եք։ Երբ որ մաքուր դաշտից է լինում, ոչ մի վիրուս, ոչ մի բակտերիա, ոչինչ գոյություն չունի տեղ։ Այրվում է, վրտվում է, այդպես մեր բառով ասեմ, ավելի պատկերացեք, հասկանում եք, ինքը ուղղակիորեն ոչինչ անում է։ Ուզում եք պատկերացեք ֆիզիկական թե գիտակցական մակարդակում։ Դե հիմա թույլ տվեք, թող մի հատ վախ մտնի ձեր ներս։ Կանգնած ձեր գիտակցական աշխարհի դռների առաջ, հենց հիմա դե թույլ տվեք, հենց հիմա թող մի հատ վախ մտնի ու ձեզ թույլ տա ինչ որ ձեր վախենակ հիմա։ Չի լինի, հասկանում եք, որովհետև արտաքին աշխարհը ձեր վրա իշխանություն չունի արդեն։ Ձեր ներսի փոքրացումներն, ձեր ներսի համաձայնություններն, ձեր ներսի փոքրացումն է, ձեր ուսերի դարվածությունն է, հասկանում եք։ Շնչեք։
արտաշնչեք մարմնով, զգացեք ձեր ողնաշարը, ձեր ոտքերը, ձեր կապը։ Այո, բոլորդ էլ ֆինանսապես պետքա ձեր ուզած ձևով ապրեք, արդար կերպով։ Ու այո, դա արդեն սկսել է։ Ոչ մի դռներ փակ չի։ Միայն փակա այն ձեր ոգեղենության, խիզախության դուռը։ Վախենում եք Երևան, վախենում եք ձեր ձայնը բարձրացնել։ Սկսում եք խոսալուց ծպծպալ, ասում եք, ես տարածությունը չի, ասկի դուք չեք լսում ձեզ, հասկանում եք։ Դուք չեք լսում ինչ եք ուզում, մտածում եք լսվեց, հա։ Հենց հիմա ձեզ 10 վայրկյան ժամանակ եմ տալիս, գրեք ձեր նոթերը բացեք, գրեք ինչ եք ուզում, հենց հիմա։ 99% տեսնեք չգիտեք։ Հոգեվիճակը մի ասեք տուն, տունգ, այդ ձեր ուզածը չի։ Դա մեզ համոզել են, որ բոլորդ ինչ որ տան կա, տուն կա, բոլորդ է ապրում եք։ Ես հենց հիմա ձեր զգացողական, ձեր հոգու կապի մասին եմ ասում։ Կարեցաք, թե չհասցրեցիք, որովհետև պատրաստ չէինք, հա, ընկեր Մուշեղյան։ Ես ընկեր Մուշեղյան չեմ։ Ես Ռաֆին եմ։ Ես մարդ եմ, որը որ ուզեցել է ուժեղանա, որը որ ուզեցել է հասկանա, այս ինչ եղբայրություններ կա, որ մեզ կարող են կոնտրոլ անեն։ Հասկանում եք, մանկական բաներ կա։ Ինչ գաղտնի եղբայրություն, եթե բոլորին հայտնի է։ Ասեք, այդքան մանկական էլի, հասկանում եք, աշտների առաջ, բոլորի։ Ուղղակի տեցա, մարդկա պետք է չտենա, այո, չի տենալու։ Ցավոտը, այո։ Բայց թույլ տվեք, դուք իրան վայելեք։ Թույլ տվեք, այդ մարդը գտել է ինչ-որ մի բանի մասին։ Թույլ տվեք իրան վայել, մի մեծամտածեք։ Որովհետև հիմա որ ասեմ դուք ինչքան բաներ չգիտեք, դուք փոքրանաք։ Փոքասիկ, վա, ես ինչքան բան չգիտեմ։ Բացարձակ սերը նշանակում է, որ դուք թույլ եք տալիս մարդուն լսեք իրան ու չդատեք։ Բայց չի նշանակում ինքը գալիս է ձեզ վիրավորում է, դուք այդ ժամանակ եք սկսում իրան չդատել։ Ուզում եմ ճիշտ հասկանաք, ու ճիշտ օգտագործեք ձեր գործիքակազմը։ Գնացինք։ Ուր եմ գնում, ասեք։ Ես մի հատ չաթը բացեմ, չեմ նայել բացարձակ։ Օ, տեսեք գնաց, հիմա նայեք, կենթանի օրինակները, հեսա ես կասեմ, հիմա սպասեք բացեմ ձայնով, թող պատասխանեք։ Ես բաներ կա ուզում եմ կիսվեմ, բայց եկեք մի քիչ զրուցենք։ Հիմա ով է ձայն բացացնում, կարող խոսեք։ Թե այդ պատահական էր, գնացինք։ Այստեղ տեսեք կա, ես քայլել եմ 6 գրիժաներով առանց հոգնելու։ 6 գրիժա, նորից ասեմ։ 100 Ռաֆի ջան, ես այսօր եմ քայլել կենտրոնով առաջնորդվելով։ Այո, ես քայլեցի թեթևությամբ, առանց հոգնելու, յանոյ փորձածներ։ Միայն դեպի լույս։ Հիմա գնացինք։ Ջուր խմենք։ Ինչի համար եմ սա ասում։ Ինչի համար է շատ կարևոր ունենալ ձեր աղբյուրի հետ կապը ու իմանաք ոնց է աշխատում։ Հստակ։ Իմանաք ոնց է ձեր աղբյուրի հետ կապը աշխատում։ Եվ հիմա իմանաք հստակությունը։ Ուզում եմ հստակություն բերեք։ Աղբյուրից եկող գործողություններն ու էգոից եկող այդ գործողությունները, այսինքն էգոն ինքը մտքից թելադրված, ավտոմատ, ինքը ռեակցիա է, չեք հասցնում, դուք արդեն կտեսնեք ինքը after effect-ն եք տեսնում։ Հանգիստ եք, մեկ էլ տեսնում եք ինչ-որ ներված չեք, չեք։
իմացունը, զգացողությունը, դրա կապը ինքը շտապացնում, ինչ-որ ապացուցեք, բացակ, դուք ինչ-որ ապացուցեք, գիտեք ինչ շտապում, հավերը, շահող կերպով, շատախոս է, ապացուցեք, դեր տարածքը պաշտպանեք, դա գորգարեք, երբ սիգնորը դասիս պաշտպանվել, դա դեք, Շատերը հիանալի օգնում եք տարբեր մարդկանց։ Ես հիմա այստեղ ուզում եմ, որ դուք ինքներդ ձեր տարբերակը իմանաք, ինքներդ ձեզ սնուցեք։ Ձերականությունը պահեք ընթացքում ինչ հասու կերպով դրությամբ թույլով ճանաչ անոր հարաբերի տեսակոր կամած վումա դրա ժամանակ էլ պետք ինչի որովհետև տեսնեք շատ ժամանակ դուք ինքներդ թույլ չեք տալիս որ արժանի լինեք շատ ժամանակ մտածում եք որ դուք դեռ արժանի չեք ձեր կողակցին արժանի չեք ձեր այն հոգին որը որ պետքա փորձառություն ունենա միասին անցնեք ամբողջական առանց կորցնելու ինչ որ մեկը լույս է իրա իսկ այդպիսի հարաբերությունները դրանք գիտակից պետքա լինեն գիտակից ընտրություն պետքա լինի գիտակից ազատ խոսք որտեղ ինչի համար որ միասին անցնեք հետաքրքիրն ինչ եմ նկատել շատ զույգ հարաբերություններ ինչն է տանջում հոսք չկա ֆլո կտրվում է հետաքրքիր չի դուք ձեր հետաքրքրությունը չեք բարձրաձայնում ինչ որ ուրիշ բան եք փնտրում բայց իրար հետ սկսում եք ինչ որ ձևական կերպարից ապրել սկսում եք ինչ որ հայտնի ճանաչողական գաղափարներով շփվել եղանակ ֆիլմեր նորություններ գործ իրար մարմնի հետ կապ չկա չեք հարցնում զգացողությունից ոչ թե չեք հարցնում այլ չեք լսում չեք թույլ տալիս որ լռեք ձեր միտքը լռի թույլ տաք լսեք ինչ է ասում ձեր կողակիցը ձեր դիմացի մարդը ձեր ստեղծած մարդը լավ այսպես ասեմ նկատեք ու տեսնեք որ ձեր ամենահարազատ մարդիկ ամենազորեղ ձեզ ցավացնողներն են լինում պետքա իրանց հետ էլ խոսեք նորովի պետքա սկսեք ծանոթանալ իրար ովքեր հասկանում են ես իրոք ձերքը սեղմում եմ ովքեր ընդունում են ավելի լավ ովքեր չէ ինքներդ ավելի լավ տարբերակ մտածեք փորձառություն արեք տեսեք որն է լինում որովհետև ես այնքան փորձառություն եմ ունեցել այն ժամանակ երբ որ կայնայում են այդ զույգերի խնդիրը որն է չեն բարձրաձայնում բացարձակ իրանց ճշմարտությունը իրանց թվում է որ այն մեկը պետք է անի այն մեկի տեղ ինչ որ բան հասկանում եք չունեք հետաքրքրասիրություններ արտաքին աշխարհի համար է դրա համար վերականգնեք հիշեք ձեր երեխա ինչ եք հավեստանում միգուցե լռել նստելով լռեք նստեք տեսեք որ դա սնուցող կլինի ձեր պրակտիկան ռիտուալը կլինի սիրում եք ինչ որ խաղեր խաղալ սկսեք խաղեր խաղալ բայց դա էլ արեք մաքուր ոգուց որ դուք այդտեղ եք կարաք սնուցեք շախմատ խաղալ ասում եմ ես շատ եմ սիրում բայց ոչ թե սիստեմատիկ շախմատ որ բոլորը սովորում են ես այդպես չէ այն բնական քայլերը այո կա բայց ոչ թե խաղում ենք հայտնի բոլոր բացումներով այլ խաղում ենք բնական տեմպով մաքրամաքուր այդպիսի խաղեր կա ճապոնական խաղեր հետաքրքիր սովորեք ոչ թե իրար մրցակցեք իրար սկսեք ձեռառնել որ հա ես հաղթում եմ այլ օգնեք ուժեղանա
Եթե ձեր կողակիցը չի կարող ինչ-որ վարժանքներ անի, ճկունության խնդիր ունի, օգնեք, թող ճկունանա, բայց ինքն է պետք է, ես հասկանում եմ, կասեք Ռաֆի ջան, բայց չէ որ մեր կողակիցն է պետք է ուզենա դա, այո։ Դրա համար ձեր կողակցին այդպես տեսեք ամեն օր, տեսեք այնպիսի մարդ, որ ինքը ուզում է զբաղվի, ունի հետաքրքիր է ձեր կյանքը։ Պետք է ձեր կյանքը նախ առաջինը ձեզ հետաքրքիր լինի, հետո նոր։ Ինչի համար ես այսօր կիսվեցի այս աղբյուրի ու ձեր կապը, որ սկսեք հասկանալ, որովհետև աղբյուրը ներկայություն է ստեղծում։ Կտեսնեք, երբ որ դուք ձեր աղբյուրի հետ կապը կա, ձեր ներկայությունը ինքը ամբողջական է, ձեր ճառագայթելը։ Դուք չեք ուզում ուժեղ երևալ, դուք չեք ուզում ինչ-որ պակաս խոսել, ձեզ ճշմարտությունը, որ մարդկանց հարմար լինի։ Նկատեք, որ բոլոր այստեղ մարդիկ կա, ձեր ճշմարտությունը sense հարմարացնում եք, որ մարդիկ մի քիչ թույլ են, որ իրանք հանգած չնեղացնեք։ Դուրս եկեք այդ հոգևոր էգո համակարգերից, դրանք էլ հոգևոր էգո համակարգեր են։ Ինչ է լինելու։ Շատ կարևոր էր, որովհետև ես ուզում եի ասել, որ շատ մարդիկ կան, որ կորցրել են իրենց լույսը, պարզապես չեն բանանում։ Գիտեք ինչ, այնքան երկար են ապրել պաշտպանությունների մեջ, որ չեն լսում իրական իրանց ներսի ձայնը։ Ձեր ներսի ձայնը սկսում եք չլսել, փակվում է։ Ինչի համար։ Կտեսնեք շատ մարդիկ ստեղ ունեք պայծառացումներ, ունեք հրաշալի գաղափարներ, իրագործում 0, չկա մարմնավորում, չկա արմատավորում։ Ինչի։ Որովհետև աշխատանքը սկսում է ներսից դուրս, ոչ թե դրսից ներս։ Բիզնեսը սկսում է ներսից դուրս, ոչ թե դրսից ներս։ Բիզնեսը ասում եմ սկսում է ներսից, հետո անցնում է ընտանիք, այսինքն ասենք սա ներս, կողակից, ընտանիք, բիզնես։ Այդպես է հաջողությունը լինում իրական, որ լիարժեքության զգացումով տեղ ունենա։ Հետո ասեցի աշխատանքա, նյարդային համակարգի, մարմնի, օրական ներկայության, օրական էլ չասեմ, անընդհատ, ակնթարթային ես կավելացնում հիմա, որովհետև արագացել է։ Ազնվություն սեփական զգացմունքների հանդեպ, ձեր էմոցիոնալ զգացմունքների հանդեպ ազնվություն։ Երբ որ տխուր եք, թույլ եք տալիս, որ տխրեք։ Երբ որ ուրախ եք, թույլ եք տալիս, որ ուրախանաք։ Ձեզ համար չեք զանգում ուրիշի ասում, ես այնքան ուրախ եմ, այսպեսի մի հատ ինսայթ է բացվել, sense պայծառացում է, մարդկության գիտակցությունը այսպես է։ Ու չեք հարցնում այդ մարդը կավասեք տրանսպորտի մեջ կամ ինչ-որ մի հատ անարմար պահի է, դուք այնտեղ լսի, հա, այսպես, հարկամ եք ձեր այդ պահի ոգը գիտակցեք, մի պատասխանատու եք ձեր էներգիայի հանդեպ։ Հարց տվեք մարդուն, ասեք, հետաքրքիր է քեզ կիսվեմ այս գիտակցումով։ Կասի, հա, կիսվեք։ Տեսնում եք, մարդը ասեց, հա, բայց շեղվեց, ուրեմն պատրաստ չի։ Մի ստիպողաբար զարգացրեք մարդկանց։ Դուք մարդկանց ուզում եք ստիպողաբար սարքեք ձեր իրականության մեջ հարմար, որ դուք խոսեք, նախ առաջինը դուք դարձեք այդպիսի, հետո կտեսնեք, որ թույլ կտաք այդպիսի մարդիկ ձեզ շրջապատել։ Ինչի, որովհետև երբ որ դուք կդառնաք այդպիսի, դուք կտեսնեք, որ դուք չեք վախենում իմ ներկայության մեջ գտնվելուց։ Շատ մարդիկ կա վախում են։ Իմ մոտ այնքան դժվար են գալիս անհատական պրակտիկա, ինչի, որովհետև պատրաստ չեն իրանք ընդունելու։ Որ այնքան են գնացել մեդիտացիաներ են իրանք հետ անցկացրել են, իրանք նստել են իրանք հետ մեդիտացիան անցկացրել։ Պատս մի հատ լավ խոսք ասեր, հա, ասեր բանն ես, խանդուտ խանում ես, նստած քո հետ պրակտիկաներ անցկացնել։ Հա, հասկացանք։ Իսկ բա ձեր գործողությունը որն է։ Հիմա գնացինք։ Ինչի համար ես բերեցի հենց մեդիտացիաների հենց կապը, որովհետև ես ուզում եի ցույց տալ, որ ձեր աղբյուրի հետ կապը մեդիտացիաների միջոցով չի, որ ինքը լինում է։ Մեդիտացիայի միջոցով դուք կարող եք մաքրեք ձեր ուղեղը, տեսնեք այն հին ծրագրերը։ Բայց դա չի բերում ձեզ մեդիտացիայով չեք գնում դուք բարձր ինչ-որ փորձառությունների, հասկանում եք։ Երբ է լինում։ Վերականգնում է ձեր կապը, երբ գնացինք, շնչեք, քթով, զգում ենք ամբողջ մարմինը, սա նորից ինտեգրեք, ովքեր ուզում են փակ աչքերով արեք կամ հետո կդասավորեք, ովքեր որ սկսում եք դուք դադարում եք դավաճանել ինքներդ ձեզ, ուղղակիորեն սկսում եք ինքներդ ձեզ ընտրել, ուղղակիորեն, հեշտ է, ոչ, համեստ կերպար կասում եմ այո, շատ,
շատ համեստ կերպար կա ներսում, նմանավանդ սենց մարդկանց, սենց հոգիների, որտեղ դուք որ լույս անընդհատ եք ունեցել, դուք անվերջ տվել եք, բայց ընդունում դուք չունեք, փակա, իսկ երբ որ դուք ընդունում եք, մտածում եք, դուք դավաճանում եք ձեզ մարդկանց, գնացինք, հետո, սկսում է լսել մարմինը, պետք է անընդհատ սկսեք ձեր մարմինը լսել, ձեր մարմնի զգացողությունները, ես ձեզ մի քանի օրինակով ասեցի, երբ է ինֆորմացիան ձեր աղբյուրից, երբ է գալիս ուրիշ տեղից, վախից, գոյատևումից, կամ ասեմ, նաև կերպար կա, շատ երկար տարիներ, որ ցավի ու փորձառության մենք այստեղ փորձ ենք ունեցել ապրելու, այնքան ժամանակ ենք մենք սկսել պաշտպանվել, որ կերպար ենք ձևավորել արդեն, հստակ, մարմնավորել, որը որ թույլ չի տալիս, հասկանում եք, զրահը, վահանը մի քիչ այնքան դնեք, հիմա էլ այնքան եք պաշտպանված դուրս գալիս աշխարհ, որ աշխարհն ուզում է ձեզ նվեր անի, որ մի քիչ թույլանա, դուք դուք բանի մեջ եք պաշտպանված, գնացինք, սովորում եք մնալ ներկայության մեջ, սովորում եք չփախչել ցավից, այլ ցավը թույլ եք տալիս զգալ, ցավը թույլ եք տալիս հասկանալ ինչ է ուղղորդում, ովքեր որ երկար ժամանակ չեն միացել են, ստեղ են, ես ձեզ ավելի շատ եմ հավատում, քան դուք պատկերացնում եք, ես ձեզ ավելի շատ եմ տեսնում, քան դուք պատկերացնում եք, ես ավելի շատ եմ ուրախանում ձեր բերածով, քան դուք պատկերացնում եք, իսկ ձեր բերածը ձերն է լինում, գնացինք, անընդհատ դուք տեսնում ու մաքրում եք ձեր կեղծ ինքնությունները, հասկանում եք տեսակ, որ դուք անընդհատ այդ պայն տեսակ, որ դուք դա չեք, ներսում ասեցիք, սա իմ հին հավատներ, սա իմ հին գիտակցություններ ու տեղում փոխեք նորին, որն է նորը, ներդաշնակություն եք ընտրում եք ձեր էներգիան, ընտրում եք ձեր սահմանները, ընտրում եք ձեր ներկայությունը, ընտրում եք հետաքրքիր կյանքի զարգացումը, հետաքրքրում եք առողջացնելը մարդկանց կամ ինքներդ ձեզ, գիտեք իմ մոտ ինչ է ստացվում առողջացնելը, ինչի համար են մարդիկ գալիս, որովհետև ես ինքս ինձ եմ առողջացրել, դա կա չէ, բանաձևը ասում առողջացրու ինքդ քեզ, կառողջացնես հազարավորների, դա ուղղակիորեն բառեր չի, բայց դա չես կարող ուղղակի դու նստես դրա մասին կարդաս, ուսումնասիրես, դու հավատաս այդ բառերին եւ այլ նախադասությանը ու դա լինի, նո ինքդ պետք է ասում այդ գործ անես, ինքդ պետք է քեզ հարց տաս, դու այն կերպարն ես առողջացած, որ դու կուզենաս իր այդ շփվես, դու այն ընկերն ես, որ ուզում ես իրան զանգես, որ իր այդ հավեսա, դու այն մարդն ես, որ այդտենց քո հետ, ինքդ քո հետ լռվելը, կներեք, որ ես բառով եմ ասում, գնացինք, ու ամեն օր, սա կարևոր կետ է, որն է, ու ամեն օր, ամեն պահ, ինչն է ընտրում եք ճշմարտությունը, անգամ ամենափոքր բաներում, ամեն տեղ եք ընտրում ճշմարտությունը, խաբեցի գնացեք ասեք, խաբեցի կներես դա իմ ավտոմատացված կերպարներ, սենց, ես ասեք ես հիմա դարձել եմ անկեղծ մարդ, կներես, որ եկա ասեցի, որ ես խաբել եմ քեզ, հասկանում եք ինչ եմ ասում, էդ փորձեք, կտեսնեք, որ այդ մարդը կասի, ես շատ իմանամ ինձ խաբել ես, ես չեմ էլ զգացել, հասկանում եք սա ինչի համար եմ ասում, որ թույլ տա ինքներդ ձեր աշխարհի հետ ազնիվ ու ճշմարիտ լինեք, ու ձեր աշխարհը ձեր հետ կլինի, աղբյուրի հետ կապը կորցնելը պատիժ չէ, ուղղակի նշանակում է, որ հեռացել է ինքս ինձնից, դա է, հասկանում եք, ու վերադարձը սկսում է ոչ թե իդեալական դառնալուց, որ դուք անընդհատ ուզում եք, տես կերպարներ կա, տես մամաներ կան, որ իրենց երեխեքին այնքան ճիշտ են դաստիարակել, որ եկեք ուզում ես գնաս ասես շնչի, վատ բաներ արա, հասկանում եք, այդքան ճիշտ դաստիարակելն է էլի, որ ճիշտ երեխական, որ այնքան ճիշտ է ջղայնանում ես, այնքան ճիշտ եք, հասկանում եք, գիտեք ինչից է, ազնիվ դառնալուց, ինքներդ ձերդ, շատ սիմպլ է, շատ, դարեք անընդհատ, անդադար, ու կգաք կասեք Ռաֆի ջան, ես չգիտեմ ինչ կասեք, այդ արդեն դուք կասեք, մի հատ ես բացում եմ մեր չաթը,
Խոսանք, ով շատ է ուզում խոսալ, իր մոտ չի ստացվում այդպես։ Անասանելի կարոտել է։ Այդպես է։ Մենք ոչ թե գիտեք ինչն ենք կարոտում, դուք կարոտում եք ինքներդ ձեզ այստեղ, որովհետև հիմա ինքներդ մի հատ ձեզ ստուգեք, ձեր լրջությունը ձեր կյանքի հանդեպ հիմա ստուգեք, ձեր ներսի որոշումները հիմա ստուգեք, ձեր ներսի հաստատակամությունը հիմա ստուգեք, զգացեք, իմի բառերը մի փնտրեք։ Զգում եք, որ չեք սպասում ոչ մեկից օգնություն։ Զգում եք, որ փոքրիկ քայլերով մեկ ամեն օր որ անեք, ուժեղանում եք։ Ամեն օր փոքրիկ։ Դրա համար ես եմ կարոտում այս հանդիպումները։ Ինչի համար, որտեղ ես շատ փոխանցելու բան ունեցա երեխա ժամանակվանից։ Ես հավաքել եմ, դասավորել եմ, մաքրել եմ, համեմատել եմ, ֆիլտրել եմ, նորից եմ համեմատել, նորից եմ ֆիլտրել, գնացել եմ նորից եմ սովորել, երկար տարբեր ուսուցիչների մոտ, տարբեր մասնագետների մոտ, երկար տարիներ, գնացել եմ ուրիշ ազգությունների մոտ սովորել եմ, հավաքել եմ, հետո ինչ եմ արել, բոլոր հավաքածս դրել վառել եմ։ Դրել վառել, ցույց եմ տվել ես բոլոր վիդեոների, մեր խմբի մարդկանց։ Ինչի համար, որովհետև եթե ես այն մարդը չեմ, որ պետք է առանց ինչ-որ գրքի, առանց տետրի, առանց ինչ-որ պատրաստած ինչ-որ բանի ես տեղ գործեմ, ուրեմն ես այդ մարդը չեմ։ Ես ինչ իրանք ունեմ գամ ստեղ նստեմ խոսեմ մի ժամ 10 րոպե, 11-ից 10 ամերիկան մետաքրքիր է։ Հասկանում եք, չէ՞։ Այս վիճակից ձեր հետ ապրեք։ Ես օրինակ եմ ծառայել ամեն օր, անդադար, ինչքան դժվար լինի, ինչքան ցավոտ լինի, անդադար ես մեկ այլի օրինակ եմ ծառայելու։ Իմ համար։ Իրոք իմ համար եմ անում դա։ Եթե հարց կա, ինչ որ, եկեք խոսենք, եթե չէ, եկեք շատ չգնանք ավարտենք։ Մի օր